Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամեն շաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին, նշել կողմերի միջև բազմաբնույթ քաղաքական երկխոսություն է ծավալվում։ Երկու երկրի ղեկավարները մշտական կապի մեջ են։ Հայաստանի վարչապետն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվա այցելելու հրավերը։ Վերջերս խորհրդակցություններ են տեղի ունեցել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների միջև։ Միջգերատեսչական ակտիվ գործակցություն կա։ Նախաձեռնություններ ունենք մշակութային, հումանիտար եւ կրթական ոլորտներում։ Նախատեսվում է, որ հաջորդ ամիս հայկական պատվիրակությունը կայցելի Սիրիուս կրթական կենտրոն արագացնելու ջերմուկում ռուսական կրթական կենտրոնի բացման գործընթացը։ Զախարովան ընդգծել է, որ զարգանում են նաև տնտեսական ներդրումային կապերը։ Նրա խոսքով անցած տարի ապրանքաշրջանառության ոլորտում բացարձակ ռեկորդ է գրանցվել՝ շուրջ 12 միլիարդ դոլար։ ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ համաշխարհային զարգացումների մասով Հայաստանի եւ Ռուսաստանի մոտեցումները հիմնականում համընկնում են կամ մոտ են։ Կան հարցեր, որոնք դեռևս լուծված չեն, բայց պետք է լուծվեն, չվնասելու երկկողմ հարաբերությունները։ Քննարկում ենք այդ հարցերը, շեշտել է Զախարովան։ Նա մեկնաբանել է Հայաստանի ԱԺ նախագահ Հալեն Սիմոնյանի օրերս արած հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող անընդհատ լարվածության մասին խոսել եւ լարվածություն պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ռուսական կողմը գործնական քայլեր է անում, ինչ-որ դեպքերում պաշտոնական Երևանը նույն ուժով, եռանդով եւ ցանկությամբ է պատասխանում այդ ջանքերին, որոշ հարցերում դեռ աշխատելու տեղ կա։ Մենք միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ, հավանաբար կան կողմեր, ում դա չի ուրախացնում։ Սակայն մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ Հայաստանի եւ այդ երկրի ժողովրդի հետ հարաբերությունների զարգացում բոլոր ուղղություններով։ Զախարովան անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին։ Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով։ Մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը։ Հայաստանի իշխանության դիրքորոշումն էլ երբեմն եւ հաճախ հարցեր է առաջացնում։ Այս երկու գործոնների պատճառով հանձնաժողովի շրջանակում գործակցությունը կանգ է առել։ Վստահ ենք, որ աշխատանքների վերսկսումը կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգի վերականգնմանը, այլև Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Եթե Երևանի դիրքորոշումը փոխվել է, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց լավ կլիներ համապատասխան մակարդակով հայտարարվեր այդ մասին։ Խոսելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունման մասին, Զախարովան նշել է. Եվրամիությանը եւ ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելն անընդունելի է։ Դրանք իրար բացառող երևույթներ են, հստակ չափանիշներով եւ ոչ քաղաքական կամ գաղափարական տեսանկյունից, հավելել է Զախարովան։ Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանն է անդրադարձել նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա համոզմամբ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև։ Միևնույն ժամանակ Օվերչուկն ընդունել է, դա Հայաստանի ներքին գործն է։ Դիանա Գասպարյան, լուրեր։